Мы уважаем выбор народа Армении. Если народ принял такое решение или примет и согласен выйти из союза, в котором он находится, и вступить в Евразийский союз когда-то, мы не можем быть против воли армянского народа. Հայաստանի ժողովուրդը պետք է հասկանա, թե ինչ է շահում և ինչ կորցնում, ընտրելով ԵՄ-ին և ԵԱՏՄ-ից մինչև Լուկաշենկոն։ ԵԱՏՄ երկրները չեն ցանկանում, որ Հայաստանը դուրս գա միությունից, այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Լուկաշենկոն, նշելով, որ դրա մասին է վկայում Աստանայի գագաթնաժողովից հետո 4 առաջնորդների համատեղ հայտարարությունը։ Հայաստանի ժողովուրդը պետք է հասկանա, թե ինչ է շահում և ինչ կորցնում, ընտրելով ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև։ Հիշեցնենք, որ ժամանակ առաջ Լուկաշենկոն իր ելույթներից մեկում ասել էր, թե ում են պետք հայերը և Հայաստանը, իսկ հիմա, ինչպես տեսնում ենք, երբ Հայաստանը հայտարարել է, որ դուրս կգա ԵԱՏՄ-ից և կմտնի ԵՄ, կարծես Լուկաշենկոն չի դադարում իրար հետևից հայտարարություններ անել և Հայաստանին ասել, որ նա իր բարեկամ երկիրն է, որ հայերն իրենց բարեկամներն են և որ մտածում են Հայաստանի և հայ ժողովրդի մասին, այդ իսկ պատճառով էլ անհանգիստ են և ցանկանում են, որ Հայաստանը և հայ ժողովուրդը ճիշտ որոշում կատարի։ И следом в этом заявлении дописали, что мы поддерживаем желание руководства Армении, которое об этом заявило, провести по этому вопросу референдум. Это же они заявили об этом. И когда мы будем иметь результаты референдума, если он честно, открыто, демократично пройдет, на что рассчитывают армяне, вступая в Европейский Союз. Если это все будет так, и это желание армянского народа, ну что ж, мы примем это. Мы примем это, но руководство Армении и особенно народ Армении должны понимать, что они приобретают, а что они теряют. Իսկ այժմ կներկայացնենք 4 առաջնորդների համատեղ հայտարարությունը։ ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի նախապատրաստական աշխատանքները լուրջ ռիսկեր են ներկայացնում ԵԱՏՄ երկրների տնտեսության անվտանգության համար, ԵԱՏՄ 4 երկրի առաջնորդների հայտարարությունը։ ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի նախապատրաստական աշխատանքները լուրջ ռիսկեր են ներկայացնում ԵԱՏՄ երկրների տնտեսական անվտանգության համար, ասվում է ԵԱՏՄ երկրների 4 առաջնորդների հայտարարության մեջ, այս մասին էլ հայտնվում է Կրեմլի կայքը։ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահները համատեղ հայտարարություն են ընդունել, որով անհրաժեշտ է համարել հնարավորինս սեղմ ժամկետներում Հայաստանում համազգային հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում մնալու հարցով։ Աստանայում մայիսի 29-ին ընդունված հայտարարությունում նշվում է, որ այդ դիրքորոշումը ձևավորվել է հաշվի առնելով Հայաստանի կողմից Եվրամիությանն անդամակցելուն ուղղված քայլերը, այդ թվում 2025 թվականի Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի կողմից ընդունված և Հանրապետության նախագահի կողմից ստորագրված Հայաստանի Հանրապետության Եվրոպական միությանը անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը, ինչպես նաև 2026 թվականի մայիսի 5-ին կայացած Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովի արդյունքում ընդունված համատեղ հռչակագրում ԵՄ-ի կողմից Հայաստանի եվրոպական ձգտումների վերահաստատումը։ Կիսվում ենք այն դիրքորոշումը, որ անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությունում հնարավորինս կարճ ժամկետում անցկացնել համազգային հանրաքվե Եվրամիությանն անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում հետագա մնալու հարցով, ասված է հայտարարության մեջ։ Որոշվել է, որ Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչները Եվրասիական միջկառավարական խորհրդում 2026 թվականի դեկտեմբերին կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստում կզեկուցեն Հայաստանի Հանրապետության նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների մասին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի փոխվարչապետին է փոխանցվել ԵԱՏՄ երկրների 4 առաջնորդների հայտարարությունները, ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը։